Քանի որ չի ստացվում հենց ուղիղ հանդիպել վարչապետի հետ, կցանկանայի խնդրի մասին հետևյալ կերպով հայտնել։ Ուրեմն մենք ունենք 2.5 հարկանի սեփական տուն, ու այդ տունը ԴՀԿ-ն մեր ձեռքից աջորդի միջոցով վերցրել է $4000 դիմաց։ Այդ եղել է մեր միակ գույքը ու շատ խիստ իրավունքի, սեփականության իրավունքի խախտումներով։ Խոսքը Բուրնազյան 6/1 սեփական տան մասին է։ Եթե իրանք այդ գործը, եթե իրենք ուսումնասիրեն այդ գործը, կտեսնեն ինչքան կոպիտ խախտումներով այդ ամեն ինչ իրականացվել, բացի այդ կոռուպցիա, քանի որ մեծ այդ տունը որ գնել էր, ներկայացավ գնորդի տեսքով, բայց ԴՀԿ-ի աշխատող էր, ու իրանք մեզ առաջարկում էին գումար, որ մենք այդ գումարը իրանց վճարեինք, իրանք մեր տունը մեզ վերադարձնեին։ Հիմա արդեն 5 տարի է մենք Վարչով ենք ապրում, ես ունեմ Բուրնազյան 6/1 Տիգրան Մեծի հարևանությամբ։ Դե սեփական տուն է, 2.5 հարկանի 101 քառակուսի սեփական տուն է։ Ու փաստաբանները շատ մեծ գումարներ են մեզանից պահանջում, մենք չունենք այդ գումարները, որ կարողանան գործը շահել, իսկ տվյալ դատավորը, ով այդ վճիռը կայացրել է, ինքը առաջի Adzյանի դատարանից միանգամից պաշտոնադրվել է Վերին Adzյանի դատարան, անունը երևի չնշեմ, բայց ամենայնտեղս ոչ մի փաստաբան նույնիսկ չի ուզում գործ ունենա տվյալ խնդրի հետ։ Կներեք, հիմա տեսեք, քաղաքացիորեն նշում այստեղ ուրախանում եմ, բայց փաստացի քաղաքացիները Իմ համար չի կարա սա քաղաքացի օր լինի։ Եվ ձեր նման հազարավոր քաղաքացիներ բախվում են տարբեր խնդիրների եւ լուծումը չեն գտնում։ Հիմա իմաստ ունի այսպիսի փաստիներ անել, երբ քաղաքացիները ունեն չլուծված հազարավոր խնդիրներ, այդ ու նաեւ սոցիալական։ Ես ճիշտն ասած հենց հատուկ եկել եմ այն նպատակով, որ հույս ունեի կհանդիպեի վարչապետին եւ կկարողանայի խնդիրս անմիջապես իրեն հայտնել։ Շատ անգամներ գրել եմ, փորձել եմ կապ հաստատել, բայց արձագանք չկա։ Ինքը միշտ ուղիղ եթերներում ասում է, որ միշտ կապի մեջ է, իր շփումը սերտ է քաղաքացիների։ Չէ, ինձ ոչ մի անգամ չեն պատասխանել, շատ անգամ գրել եմ իր էջում, բայց պատասխան չի եղել, ու եթե դատական համակարգի մասին իրենք տեղեկություն չունեն, խնդրեմ, ես տեղեկություն եմ հայտնում, ինչա կատարվում դատական համակարգում, որ կարան քաղաքացու ձեռքից իր միակ գույքը վերցնեն, ու քաղաքացին 5 տարի շատ բարձր, ասենք, չգիտեմ, իրենք տեղյակ են այդ վարձակալության պայմաններից, գներից, ինչա կատարվում, էլի մենք 5 տարի իմ ոչ առողջական լավ վիճակում ծնողի հետ հայտնվել ենք այդ իրավիճակում։ Պարզապես խնդրում եմ, ինչքան հնարավոր է այդ խնդրին լուծում տրվի։ Գայանե Անտոնյան։